Ողջույն ձեզ սիրելի բարեկամներ, եկեք շարունակենք պատարագի բացատրության այս ձայնագրությունները, այսօր մենք հասել ենք պատարագի թերևս ամենակենտրոնական ու թերևս ամենակարևոր պահին, երբ որ պատարագի այս պահի ընթացքում սուրբ սեղանի վրա դրված հացը և գինին աստվածային հրաշալի միջամտությամբ փոխվում են ու դառնում են Տեր Հիսուս Քրիստոսի մարմինն ու արյունը։ Ես ձեզ պատմել եմ նախորդ ձայնագրությունների մեջ, որ սուրբ երգից հետո պատարանքի ընթացքում կան 3 երգեր, որոնք ուղղված են Հայր Աստծուն, Որդի Աստծուն և Սուրբ Հոգի Աստծուն։ Այսօր խոսելու ենք այն երգի մասին, որ վերաբերվում է Սուրբ Հոգի Աստծուն, և տեսնենք, թե այդ ինչ կարևոր ու հրաշալի և կենտրոնական բան է կատարվում Սուրբ Սեղանի վրա այդ երգի ընթացքում։ Բայց խնդրում եմ ձեզ, այս ձայնագրությունը նաև կիսեք ձեր էջերին, որպեսզի ավելի շատ հայ մարդիկ լսեն և իմանան այս բաների մասին, և իրանք իմանան, թե ինչ են իրենք կորցնում իրենց կյանքում պատարակների չմասնակցելով։ Խնդրում եմ ձեզ, կիսեք և սովորեցրեք, որ ձեր երեխաներն էլ նայեն այս ձայնագրությունը և իրենք էլ օգտվեն այս ամենից։ Ուրեմն ժողովուրդ ջան, մեր քրիստոնեական հավատքի ամենաթերևս մեծագույն խորհուրդը դա նա է, որ Աստված իր աստվածությունը բաժանում է իր Որդու և իր Սուրբ Հոգու հետ։ Դրա համար մենք ասում ենք Սուրբ Երրորդություն, Հայր և Որդի և Սուրբ Հոգի։ Ուրեմն այս երգի ընթացքում, հիշում եք նախորդ ձայնագրության մեջ մենք խոսեցինք այն մասին, թե ինչ ենք երգում պատարագի ընթացքում, երբ որ ասում ենք Որդի Աստուծո, և այսօր տեսեք, թե ինչ ենք մենք երգում պատարագի ընթացքում, երբ որ ասում ենք Հոգի Աստուծո։ Ուրեմն այդ 3 երգերն էլ երաժշտությունը շատ նման է, գրեթե նույն երաժշտությունն է։ Հիմա ես մի հատված նվագեմ, դուք կտեսնեք, կհիշեք երևի։ Ծանոթ է։ Այս դրվագները, այս դարձվածները երաժշտական ծանոթ են, չէ՞։ Ուրեմն երբ որ երգում ենք Որդի Աստուծո երգը, այդ երգից հետո քահանան այսպիսի աղոթք է ասում է. երկրպագում ենք, աղաչում ենք և խնդրում ենք քեզանից, ով բարերար Աստված, քեզ հավիտենակից և էակից Սուրբ Հոգիդ ուղարկիր մեր և այս ընծաների վրա, որոնք են այդ ընծաները Սուրբ Սեղանի խորանի վրա դրված հացը և գինին, և քահանան ասում է. Հայր երկնավոր, աղաչում ենք քո Սուրբ Հոգին ուղարկիր այս ընծաների վրա և մեր վրա։ Ժողովուրդ ջան, անչափ կարևոր է մեր աղոթքների մեջ խնդրել Սուրբ Հոգին Աստծուց։ Շատ ասեք, Հայր երկնավոր, հավատալով Տեր Հիսուս Քրիստոսի խոսքին, աղաչում ենք քո Սուրբ Հոգին առաքիր մեր վրա։ Շատ կարևոր է, որ մենք լցվենք Սուրբ Հոգով, և պատարագի ամենավերջի աղոթքներից մեկն էլ այսպես է խոսքը ասում է. և լիծս մեզ հոգվովդ սրբով, և մեզ լցրու քո Սուրբ Հոգով, որովհետև մենք կյանք չենք ունենա, եթե Աստուծո Հոգով չլցվենք։ Մինչդեռ, եթե մենք բոլորս լցվենք Աստուծո Սուրբ Հոգով, մեր ամեն մեկի մեջ կգործի նույն Հոգին, նույն միտքը, նույն մտածողությունը, չենք ունենա կոնֆլիկտներ, չենք ունենա կռիվներ, այլ կլինի սեր, խաղաղություն և Աստուծո Հոգու ներկայություն։ Դրա համար քահանան խնդրում է դա, որպեսզի Աստված ուղարկի իր Սուրբ Հոգին այդ ընծաների և մեր բոլորի վրա, իսկ սարկավագն ասում է ամեն, օրհնյա Տեր։ Քահանան շարունակում է և ասում է, որի միջոցով, այսինքն Սուրբ Հոգու միջոցով, որի միջոցով օրհնիր այս հացը և արա ճշմարիտ մարմինը մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի։ Տեսաք, Սուրբ Հոգու միջոցով քահանան խնդրում է, որ օրհնի Աստված այս հացը, որ դրված է սեղանի վրա գինու հետ, և դարձնի մեր Տեր Հիսուս Քրիստոսի ճշմարիտ մարմինը։ Եվ 3 անգամ այդ աղոթքը ասում է, գրաբար ձեզ կարդամ, ասում է. որովս հացս օրհնյալ մարմին ճշմարտապես արասցես տյառն մերո և Փրկչին Հիսուս Քրիստոսի, ասում է երիցս կրկնեսցե։ Եվ դրանից հետո քահանան ասում է. և օրհնիր այս բաժակը, վերցնում է բաժակը, որի մեջ գինին է դրված, և ասում է օրհնիր այս բաժակը և ստուգապես արա այն արյունը մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի։ 3 անգամ նույնը դա է կրկնում, այդ ժամանակ սարկավագը բուրվար է անում, ասում է ամեն, ամեն Տեր, օրհնյա Տեր, և հետո վերցնում է հացն և բաժակը քահանան և ասում է, որի միջոցով, այսինքն Սուրբ Հոգու միջոցով, այս հացն ու գինին և ճշմարտապես արա
մարմինն ու արյունը մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի, փոխարկելով նրանք քո Սուրբ Հոգուտ շնորհիվ։ Այդ պահի ժամանակ մենք հավատում ենք, որ այդ խոսքերի ընթացքում, որ խնդրում ենք, որ Սուրբ Հոգին գա Սուրբ Սեղանի եւ եկեղեցու վրա, այդ ժամանակ հացը եւ գինին խորհրդավոր ձևով ժողովուրդ ջան փոխարկվում են ու դառնում են մեր Տեր Հիսուս Քրիստոսի ճշմարիտ մարմինը եւ արյունը, որը ինքը վերջի ընթրիքի ժամանակ ասեց. «Արեք կերեք, սա իմ մարմինն է եւ խմեք սրանից, սա իմ արյունն է»։ Եվ Հովհաննեսի ավետարանի 6-րդ գլխի մեջ էլ կարդացեք, խնդրում եմ, այնտեղ ասում է. «Քանի անգամ, եթե դուք իմ մարմինը չուտեք, մեկը չուտի իմ մարմինը, չի կարող հավիտենական կյանք ունենալ»։ Դրա համար մենք բոլորս գալիս ենք եկեղեցի եւ պատարագի ենք մասնակցում, որպեսզի ճաշակենք Քրիստոսի ճշմարիտ մարմինը եւ արյունը, որ կյանք է տալիս մեզ, կյանք է տալիս աշխարհին։ Այդ ժամանակ, այդ բառերից հետո քահանան ասում է, հիշում եք, որ ասեց փոխակերպվի, որպեսզի սա մեզ բոլոր ճաշակողներից լինի անդատապարտություն, մեղքերի քավություն եւ թողություն։ Ուզում եք անդատապարտություն, այսինքն որ չդատապարտվեք, ուզում եք մեղքերի քավություն, ուզում եք թողություն, եկեք ու ամեն Կիրակի, ամեն պատարագի ժամանակ մասնակցեք։ Եվ քահանան այսպես է երկում ասում է, որպեսզի եղիցի սա ամենեցում մեզ մերձեցելոս, այսինքն ամեն մեկը, որ մերձենում է Քրիստոսի մարմնին եւ արյանը, հանդատապարտություն, իքավություն եւ ի թողություն մեղած։ Սրանից հետո ժողովուրդը երգում է Հոգի Աստուծո երգը։ Բառերն այսպես են աշխարհաբար. Հոգի Աստուծո, դու երկնքից իջնելով քո փառակցիտ խորհուրդը կատարում ես մեր ձեռքով։ Ով է փառակցին? Քրիստոսը, որդին Աստծուն, չէ, Հոգու Աստուծու փառքը կիսողն է ինքը, փառակից։ Ասում է նրա խորհուրդը կատարում ես մեր ձեռքով, իր արյան հեղումով, աղաչում ենք քեզ, հանգիստ տուր մեր ննջեցյալների հոգիներին։ Եվ երգը այսպես է, եթե կարող եք դուք էլ այդ բառերը հիմա բացեք եւ փորձեք միասին երգել։ Հոգի Աստուծո, որ սփառակցի քոս խորհուրդի չար, էհերգնից կատարես ի ձեռն մեր, հեղման արյան սորա, աղաչեմ ըսքեզ հանգոսոքիս մեր ննջեցելոց։ Տեսակ ինչ գեղեցիկ բառեր են, ժողովուրդ ջան։ Հոգի Աստուծո, դու երկնքից իջնելով քո փառակցիտ խորհուրդը կատարում ես մեր ձեռքով, իր արյունի հեղումով, աղաչում ենք քեզ, հանգիստ տուր մեր ննջեցյալ հոգիներին, այսինքն մեր բոլոր անցավորներին։ Այս ընթացքում քահանան մի այսպիսի աղոթք ասում է սրա միջոցով սեր, այսինքն այս հացը ու գինին, որ արդեն դարձել են իսկապես կենդանի Տեր Աստվածը, սրա միջոցով սեր, հաստատություն եւ բաղձալի խաղաղություն շնորհիր ամբողջ աշխարհին, Սուրբ եկեղեցուն եւ բոլոր ուղղափառ եպիսկոպոսներին, քահանաներին, սարկավագներին, աշխարհի ղեկավարներին, ժողովուրդներին, ճամփորդողներին, ծովագնացներին, օդանավագնացներին, բանտարկյալներին, վտանգվածներին, աշխատողներին եւ բոլոր նրանց, որոնք չարի դեմ պատերազմի մեջ են։ Սրա միջոցով, այսինքն հացի եւ գինի, որ հիմա դարձել է կենդանի Տերը, սրա միջոցով շնորհիր բարեխառ նոտ, անդաստանների պտղաբերություն եւ շուտապույտ ապաքինում նրանց, որոնք զանազան հիվանդություններով են տառապում։ Սրա միջոցով հավիտենական հանգիստ պարգևիր կանխավ ի Քրիստոս ննջեցյալներին, նախահայրերին, հայրապետներին, մարգարեներին, առաքյալներին, մարտիրոսներին, եպիսկոպոսներին, քահանաներին, սարկավագներին եւ Սուրբ եկեղեցվո համայն ուխտին, ինչպես նաև աշխարհական դասից հավատքով վախճանված բոլոր տղամարդկանց եւ կանանց, որոնց հետ մեզ եւս այցի արի, ով բարերար Աստված, աղաչում ենք։ Այսինքն այսքան մարդկանց ողորմություն անելով մեզ եւս այց արածցե, այց կատարիր, ով բարերար Աստված, աղաչում ենք։ Եվ այստեղ ժողովուրդ ջան, ավարտվում է պատարագի
մի հիմնական մաս եւ սկսում է մի այլ նոր մաս, որ կոչվում է հիշատակություններ, այդ մասին կխոսեմ հաջորդ ձայնագրության մեջ։ Աստված ձեզ օրհնի, պտղաբեր օրեր շնորհի, դուք էլ հավատանի մնացեք մեր Տեր Հիսուս Քրիստոսին, միշտ մասնակցեք պատարակներին եւ կիսեք այս ձայնագրությունը ձեր էջերին, որպեսզի թերևս ավելի շատ հայ մարդիկ տեսնեն եւ իրենք էլ փնտրեն Աստծո երեսը եւ իրենք էլ ասեն ես մկրտվել եմ, ուխտ եմ արել, Աստված շնորհել է իմ ուխտը, ես չեմ լինելու երախտամոռ եւ չեմ լինելու այնպես, որը մոռանա, թե Տերն ինչ է արել իր համար եւ ես միշտ ձգտելու եմ Տեր Հիսուս Քրիստոսին, որպեսզի հաղորդության մեջ մնամ նրա հետ։ Ում փառք Հոր եւ Սուրբ Հոգու հետ միասին այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն։